The community. Մերի այսօր տեսախցիկը մեր ձեռքերում է։ Քո ձեռքերում տեսախցիկ չկա։ Ոնց է զգում ես դերում քեզ։ Ճիշտն ասած շատ անսովոր է, որովհետև միշտ իմ ձեռքում է, բայց շատ հաճելի։ Ու շատ ուրախ եմ, որ ինձ նկատել եք ու Բա մենք ինչքան ուրախ ենք, որ դու համաձայնել ես Ամերիկայի վերաբերյալ։ Մերի որտեղ ես ծնվել ու ինչ ընտանիքում։ Ես ծնվել եմ Երևանում։ Ծնողներս նորից Երևանից են։ Չգիտեմ, կարելի ասել հաջողակ ընտանիքում, որովհետև եւ մայրս եւ հայրս շատ աշխատասեր են ու որ գնանք դեպի անցյալ, պապիներս, տատիներս բոլորը աշխատասեր մարդիկ են ու կարծում եմ, որ դա ուղղակի հաջողություն է, այո, հաջողություն է, որ քո օրինակը նման մարդիկ են։ Մանկությանը տարիների ամենաջերմ ու հաճելի հուշերից կարաս հիշես։ Ինչն է, որ միշտ հիշում ես, տպավորում ես, հիմա էլ երեխեքիդ պատմում ես։ Ճիշտն ասած, մի 2 օր առաջ մամայիս հետ հենց այդ էինք խոսում, այն ժամանակ, որ փոքր էինք, բոլորով միշտ գնում էինք Աշտարակի ձոր, կամ Սևան, կամ Աշտարակի ձոր, ասում եմ, մամ, ինչ լավ էր, չէ, բոլորը կային, բոլորը Երևանում էին, հիմա շատ են տարածվել ամբողջ աշխարհով մեկ, ու երևի թե ամենաջերմ հիշողությունները այդ մանկական տարիների անհոգ էինք ու գնում էինք Աշտարակի ձոր գնդակ խաղալու, չգիտեմ, երևի թե դա Երբ որ բոլորս իրար հետ այո, երևի թե ոչ թե Աշտարակի ձորն է, ես էլ փշաքաղվեցի։ Երևի թե ոչ թե Աշտարակի ձորն ու Սևանն էր կարևոր, այլեն որ բոլորով միասին էինք։ Դպրոցն ավարտելուց հետո ինչով ես սկսել զբաղվել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ համալսարան, սովորել եմ եւ ավարտել եմ Սլավոնական համալսարանը, ուղղակի այնտեղ իմ ընդունվելու տարիներին բաժանվեց միանգամից 2 մասի, հայկական եւ ռուսական, ընդունվել եմ ռուսական բաժին շատ դժվարությամբ, որովհետեւ ինչքան էլ պարապում էի ռուսերեն ինձ միշտ դժվար էր տրվում, բայց ընդունվեցի ու առաջի ամիսը հենց շատ նեղվում էի, լացում էի, որովհետև ուզում էի լավ սովորեի, բայց ռուսերենը ինձ դժվար էր շատ։ Իսկ ինֆորմացիան այնքան ահռելի շատ էր։ Ու տենց տեղափոխվեցի հայկական բաժին, ավարտեցի Սլավոնական համալսարանի իրավաբանական բաժինը։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Այս այն դեպքն է, կարող ենք ասել այն դեպքն է, որ մեզ փոքր ժամանակ մեզ որ ասում էին ինչ ես ուզում դառնալ, մեր տեղը հիմնականում ծնողներն էին պատասխանում։ Քոնն էլ էր այդ դեպքը Սլավոնական համալսարանը ընտրել էիր, որովհետև մաման պապան էին ուզում։ Չէ, ճիշտն ասած, չէ, ես եւ իմ մասնագիտությունը եւ համալսարանը ընտրել եմ ինքս։ Ավելին ասեմ, ինչ որ մի առիթով ուղղակի դեռ փոքր էի, համալսարանի տարիքին չէի։ Ինձ բախտ վիճակվեց ուղղակի գնալ այդ առիթին Սլավոնական համալսարան, իմ ընկերներն էին կազմակերպել ու ես ուղղակի սիրահարվեցի այդ միջավայրին։ Ինքը կտրված մի հատ ամբողջ տարածք էր ու ես ասեցի Աստված, խնդրում եմ, կլինի ես այստեղ ընդունվեմ ու գիտեի որ ռուսերեն է ու այդ անհնարին էր իմ համար, էլի այդ անհնարինների շարքում էր։ Ու հետո երբ որ արդեն ավարտում էի, իդեպ կարմիր դիպլոմով, դիպլոմը ձեռքս էր, սենց մի պա այդ օրը պտտվեցի ու հասկացա, որ այդ երազանքն էլա կատարվել, հիմա ես փշաքաղում եմ, որովհետև դա էլ իմ երազանքներից մեկն էր։ Միշտ ես անիրականանալի նպատակներ դնում քո դիմաց։ Կարելի ասել ի սրտե ուղղակի երազում եմ, չգիտեմ։ Այ հիմա եթե ես ինչ-որ մի բան ի սրտե ասեմ, չգիտեմ, ստացվում է, երևի թե որ ասում են ամեն ինչ ձգելով, ասեն որ դու ձգում ես տիեզերքը, քեզ այդ ամեն ինչը վերադարձնում է, միգուցե դրանից է։ Ես համաձայն եմ, ինչքան լավը մտածենք, այդքան լավն է լինելու։ Իհարկե, դրականը երբ որ դու ձգում ես դեպի քեզ, քո կյանքը ամբողջովին փոխվում է, բայց երբ որ ամեն օր դու դժգոհում ես, սա քո մոտ չի ստացվելու, սա չի ստացվելու, դու մնում ես այդ սև ամպերի տակ։ Այո, դա փորձված է հաստատ։ Մերի լուսանկարչության հանդեպ սերը որտեղից եկավ։ Հայաստանում էլ էիր զբաղվում, թե սկսեցիր այստեղ զբաղվել։ Լուսանկարչության փոքր ժամանակվանից եմ սիրել, որովհետև որ առիթների ես գնում միշտ կան, չէ, հարազատների մեջ որ փնտրում են տեսնեն ով է լավ նկարում ու հեռախոսը միշտ բաժինը հասնում իրան։ Ես միշտ եղել եմ այդ մարդկանցից։ Ու երբ որ համալսարանն ավարտեցի, ամուսնացա հետո ավարտեցի, ինձ մի աշխատանք էր պետք, որ ես չլինեմ աշխատանքի առավոտվա 9-ից 6-ը։ Հա։ Եվ ուզում էի հասկանալ, լավ, ինչ անեմ, որ ընդամենը գնամ մի ժամ աշխատեմ ու գամ տուն, որտեղ չէի ուզում բալիկներ ունենալ ու հետո ամբողջ օրը աշխատեի ու բալիկներից նայեին, չգիտեմ, ամուսնուս ծնողները կամ իմ մաման։
ու ես հասկացա, որ այդ ժամանակաշրջանում շատ պահանջված է լուսանկարչի մասնագիտությունը, որովհետև Instagram-ը սկսեց արդեն ակտիվանալ, մարդիկ սկսեցին Instagram-ում արդեն վաճառքներ կազմակերպել, ծառայություններ մատուցել նույնիսկ Instagram-ով ու բոլորին պետք էր կոնտենտ, նկարներ։ Իսկ մենք նրա համար ենք, որ այդ նկարները տանք։ Դրա համար որոշեցի, որ այդ պահին լուսանկարչությունը ճիշտ մասնագիտությունն է ինձ համար, որպես ժամանակավոր իմ գլխավոր մասնագիտությունը մի կողմ դնելու եւ նրանով զբաղվելու համար։ Իսկ հիշում ես այն օրը, երբ առաջին անգամ գնեցիր քո առաջին տեսախցիկը։ Դա շատ հետաքրքիր պատմություն է ու իդեպ ես միշտ իմ աշակերտներին ու սովորացնում եմ լուսանկարչություն, պատմում եմ որպես մոտիվացիա, երբ որ նոր էինք ամուսնացել, ամուսնուս հետ դեռ այդքան գումար չունեինք, որ կարողանա ես ինձ ֆոտոապարատ գնել ու բանկային ոչ մի պատմություն էլ չունեի, որ գնայի նույնիսկ վարկով գնեի, այո, ապառիկով։ Պապաս այդ ժամանակ Ռուսաստանում էր, այնքան էի ամաչում, որ ամուսնացել եմ ու պապայիցս ինչ-որ մի բան պետքա խնդրեմ։ Պապայիս ասեցի, պապ, կարամ մի հատ բան խնդրեմ։ Կլինի դու լինես իմ բանկը, ես ուզում եմ նոր մասնագիտություն սկսեմ։ Կլինի դու ինձ համար ֆոտոապարատ առնես, ես խոսք եմ տալիս, որ ես ամեն ամիս պարտաճանաչ կփակեմ։ Պապաս ջղայնացավ, մեր ջան ինչ ես խոսում, կառնեմ, բայց ոչ փակելու նպատակով։ Ասեցի, չէ, պապ, իմ համար շատ կարևոր է, որ ես փակեմ, որովհետև եթե ես իմանամ, որ դու ինձ տվել ես ու հետ ուզելու, մոտիվացիա չի լինելու, որտեղ գիտեմ, որ սկիզբը ցանկացած բանի դժվար է, բայց ես պետք է իմանամ, որ ինչ որ մեկին հանդեպ ունեմ պարտավորվածություն, որ ինչ էլ լինի, ես հետ չկանգնեմ։ Ու դե սկսվեց հենց այդտեղից, որ առաջի անգամ ինձ կանչեցին հարսանիք նկարելու, Հայաստանում հիշում եմ 60,000 դրամ գումար պետք է աշխատեի, չէի ուզում գնայի, որովհետև ամաչում էի մարդկանց մեջ, բայց մենակ եմ, որ չէ Մերի ջան, դու բան ես խոսք տվել, որ պետք է անես, այո, այդ ստիպում էր ինձ, որ ես գնայի ու աշխատեի։ Դա է եղել սկիզբը։ Դա է եղել։ Մերի ինչքան ժամանակ է ապրում ես Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում եմ արդեն 3 տարի 9 ամիս, սա շուտով կլինի արդեն 4 տարի։ Ինչի որոշեցիք տեղափոխվեք Միացյալ Նահանգներ, ինչ որ պատճառ լինում է, չէ՞, բոլորիս մոտ էլ ինչ որ մի պատճառ լինում է։ Մեկը գրին քարտ է շահում, մյուսը ինչ որ խնդիր է ունեն, մեկը ավելի լավ կյանքի հետևից է գալիս։ Քոնը ո՞րն էր։ Ես երբեք Ամերիկայի մասին նույնիսկ չեմ էլ երազել, որովհետև Ամերիկան այնքան անհասանելի էր թվում Հայաստանից։ Կյանքում Ամերիկային գնում եմ, օ, գնացին Ամերիկա, ու տենց ամեն տարի սկզբում ամուսնացած չէի, երբ որ տարիքս ներում էր գրին քարտ էի գցում, հետո արդեն ամուսնացա, ամուսինս էր գցում ու նաև ես այն մտքով, որ նույնիսկ չենք էլ շահելու, չենք էլ պատկերացնում։ Այո, եւ առաջի տարին հենց մեր գրին քարտ գցելու ամուսինս շահեց գրին քարտ ու շոկ էր։ Մենք չգիտեինք գալու ենք, թե չենք գալու, բայց պատասխանը եղավ այո, որովհետև չունեինք այնտեղ կորցնելու բան, որովհետև նոր ամուսնացած ընտանիք էինք ու հասկանում էինք, որ պետք է առաջ գնանք եւ դա Ամերիկան էր, որ մեզ կարող էր մղել առաջ, այո, մենք դրա համար եկանք։ Հիշում ես առաջին զգացողություններդ, երբ որ եկար Միացյալ Նահանգներ, բոլորիս մոտ այդպես է չէ լինում։ Առաջին մի շաբաթը շատ լավ է, ընկերներ, ինչ որ ծանոթներ ունենք տեսնելու, նոր երկիր է, նոր տեղանք է, նոր կյանք է, բայց մի շաբաթ հետո արդեն սկսում ես հասկանալ, որ դու քո կյանքը պետք է սկսես զրոյից։ Ունեցել ես վախեր, որ կարող է ինչ որ բան չստացվի։ Առաջի զգացողությունս հենց օդանավականում հիասթափությունն է եղել, ճիշտն ասած, որովհետև կեղտոտությունն ու մարդկանց բազմազանությունը, այսօր ենք եկել երեխու հետ մենակ, եկել ենք ինչ ենք անելու, բայց ունեինք այստեղ ընկերներ, հարազատներ տենց չունեինք շատ, բայց ընկերներ ունեինք, ովքեր ասել էին, որ հանգիստ եկեք, չգիտեք, բոլորը միշտ ասում են եկեք, լավ է լինելու, եւ մենք լավ տրամադրված եկել ենք ու այո, օգնել են այստեղ ամուսնուս ընկերն է մեզ շատ օգնել առաջի 2 ամիսը եւ երևի թե դա է եղել պատճառը, որ սկիզբը մեզ դժվար չի տրվել։ Ընկերուհիներս են այստեղ իմ կողքին եղել սկզբում, ովքեր օգնել են կանացի մասով, հա, խանութներից ինչ գնել, ուր գնալ, ինչի համար երեխային մանկապարտեզ տեղավորել։ Դրանք հարցեր են, որոնք թվում է թե շատ հեշտ է, բայց նոր եկած մարդու համար այս հսկայական երկրի մեջ ուղղակի դու խճճվում ես։ Չգիտես, լավ, օրինակ մանկապարտեզներ կան, որտեղ տանես քո երեխուն, առավել եւս երբ որ 2 տարեկանը նոր լրացել ու ինքը առաջին անգամ է գնալու։ Լավ, դու գնում ես խանութ, ինչ գնես, մածուն 1000 տեսակի մածուն, ձու 1000 տեսակի ձու, որ մեկը գնաց։ Դրա համար մեր ընկերները այստեղ օգնել են ու սկիզբը շատ սահուն է եղել։ Ու երևի թե դա մեզ հնարավորություն է տվել
շատ ոգևորված եւ միանգամից մեծ թափով այստեղ սկսելու։ Իսկ որ քաղաքում եք առաջինը բնակվել։ Նորթ Հոլիվուդում։ Մեր ընկերները Նորթ Հոլիվուդում էին ապրում։ Ահա։ Ոնց որ բոլորը մենք էլ եկանք այնտեղ, որտեղ որ մեր ընկերներն են։ Հա, հասկացա, որովհետև հայերը հիմնականում որ գալիս են Գլենդել, չէ։ Մենք Գլենդելի մասին պատկերացում էլ չունեինք, որ մտածեին Գլենդելում ալավ թե Նորթ Հոլիվուդում։ Եկել ենք ըստ մեր ընկերների բնակության վայրի։ Մերի այդպես է, չէ՞ լինում, որ գալիս ենք, սկսում ենք ամենակարևոր հարցի շուրջ որ մտածել, որտեղից սկսենք։ Բոլորս էլ ունենում ենք այդ հարցը ամենաառաջինն է լինում, չենք հասկանում ինչ անենք, չենք կողմնորոշվում։ Ով ա եղել այն մարդը, ով քեզ ուղղություն ա ցույց տվել, որտեղից սկսես։ Կամ կարողա դու ինքդ ես արդեն նայելով շրջապատի հետ ինչ ա կատարվում, ինչ շուրջդ ինչ ա կատարվում, ինքդ ես որոշել։ Քանի որ արդեն գիտեինք, որ գալու էինք ու այստեղ ընկերներ ունեի, ուզեցա հետաքրքրվել թե այստեղ մեր ոլորտը, լուսանկարչությունը ինչ մակարդակի վրա, արդյոք պահանջարկ կա, պահանջարկ չկա, դե նաև գները, որ հասկանամ, պատկերացում կազմեմ, ու արդեն որոշած ես եկել էի, որ այստեղ պետքա զբաղվեմ լուսանկարչությամբ։ Բայց որ եկանք այստեղ, սկզբում պետքա ինչ-որ մի բանով զբաղվես, հա, որովհետև դեռ ոչ մեկ քեզ չգիտի, ոչ մեկ քեզ չի վճարի քո ծառայության համար։ Ես որոշեցի, որ ինչ պատահի պետք է անեմ, հերթական այդ ինչ պատահիների շարքներ եւ որոշակի չափով ֆլորիստիկային տիրապետում եմ Հայաստանում մեր բիզնեսի մի մասներ դա կազմում։ Մտա ծաղիկի խանութ, ծանոթներիցս մեկը իմ համար ասել էր, մեկ շաբաթ աշխատելուց հետո ինձ վճարեցին $250 ընդամենը եւ այո, շոկ կոնտենտ։ Եվ ես այդ շաբաթ կիրակին, չէ՞ արո։ Այդ շաբաթ կիրակին ինձ ուղղակի հերիք էր սթափվելու համար ու հասկանալու, որ եթե ես մնամ այնտեղ, ես իմ մասնագիտությամբ չեմ կարող զբաղվել, որովհետև ժամանակ չի մնա։ Ես կգնամ ուրիշի համար կաշխատեմ եւ ինձ երբեք ժամանակ չի հասնի։ Ու առաջի բանը, որ արեցի, տեքստով նույնիսկ ամաչում էի, որ զանգեի ասեի, չգեմխի, ասեցի, որ կներեք, էլ չեմ կարող գալ, բալիկիս հետ ժամային գրաֆիկս չի հարմարվում ու լրիվ կենտրոնացա իմ մասնագիտության վրա։ Քո գործատուն էս ինտերվյուն կնայի։ Չէ, ինքը շատ լավն է, ուղղակի այդ ծառայությունների համար այդքան են վճարում, բայց իմ պատկերացումներն այդքան չէին։ Ես եթե պետքա գաս Ամերիկա ու ապրես շաբաթը $250-ով։ Այո, եկել եմ Ամերիկա, թողել եմ տունս, տեղս, ընտանիքիս անդամներին, հայրենիքս, եկել եմ այստեղ ոչ թե ապրելու այնպես ոնց որ ապրում էի կամ ավելի վատ, այլ եկել եմ այստեղ ավելի լավ ապագա ստեղծելու ոչ միայն իմ ընտանիքի, այլ իմ երեխաների համար։ Ու մնալ այդտեղ նշանակում է միշտ անել ուրիշի համար, աշխատել ուրիշի համար, ուրիշ այդ փողերն աշխատի, դու այստեղ ուղղակի հիասթափվես ու հաջորդ բան ասես երբի հետ գնամ, չէ, դա իմ համար չի։ Ու տենց դուրս եկա իմ Հայաստանի հաճախորդներից մեկը պատճառ եղավ, այստեղ որ սկսեցի աշխատել, Հայաստանում ես իրենց լուսանկարել էի, Ամերիկայից եկել էին Հայաստան, իրենց առիթը նշելու, ու երբ որ իմացան, որ ես եկել եմ Ամերիկա, էլի առիթ ունեին, առաջի անգամ ինձ կանչեցին։ Ու երևի թե այդտեղից սկիզբը դրվեց իմ աշխատանքի։ Հայաստանյան վիճակով ասած, սովետական վիճակով ասած, Սարաֆանի ռադիոն մեր դեպքում աշխատեց։ Ու այնտեղ ինձ լիքը մարդիկ ճանաչեցին, որտեղ հյուրերի ցանկում կային ու այդպես մեկը մյուսին ասելով։ Առաջի 1-2 ամիսը 1-2 հաճախորդ եմ ունեցել։ Մտածում էի կստացվի թե չի ստացվի, բայց չէի պատրաստվում հետ վերադառնալ ժամական $15-ին։ Այդ պատկերացումները չունեի այստեղի հետ կապված։ Ամենաշուտը ինչի հետ հարմարվեցիր Միացյալ Նահանգներում եւ ինչի հետ չհարմարվեցիր ոչ մի կերպ ու մինչև այսօր էլ չես հարմարվում։ Որն է դա։ Ինչի հետ հարմարվեցի։ Դա կարա լինի կենցաղի հետ կապված ինչ որ մի բան։ Մի քիչ ապրելակերպը ստեղ կենցաղը շատ դժվար է, եթե դու օգնող չունես, որովհետև առաջ սկզբում հենց ամուսինս առավոտյան գնում էր աշխատանքի, ես դեռ ստաբիլ աշխատանք չունեի։ Ես տանում եմ երեխաներին մանկապարտեզ, տուն, հետո էլի այդ նույն ամեն ինչը գնում էի խանութ, գնումներ էի անում, գնում էի հետո ամուսնուս էի աշխատանքից վերցնում, մենք մի մեքենա ունեինք այդ ժամանակ։ Ամուսնուս էի վերցնում, հետո գնում ենք երեխաներին վերցնում ենք, գալիս ենք ու Հայաստանից հետո այդ пассив առօրյան ամեն օր նույն ձև կրկնվող շատ մեզ հոգնեցնում էր ու մենք տենչում էինք Հայաստան գնալու մասին, ասենց անընդհատ ուզում էինք հետ գնենք, որտեղ այնտեղ մեր առօրյան շատ ակտիվ էր։ Ու ամեն օր նույնը, դա բացասական կողմերից էր։ Բայց հարմարվեցի, որովհետև այստեղ գտա հանգստություն։ Այստեղ հասկացա, որ
կարող եմ առաջ գնալ, ես մեծություն ես, հզորությունը քեզ շատ մեծ հնարավորություններ է տալիս եւ դրանից չօգտվել ու բողոքել Ամերիկայից միանշանակ շատ սխալ է։ Սիրես, որ ինքն էլ քեզ այո, սիրի։ ես սիրել եմ Ամերիկան, Ամերիկան էլ ինձ է սիրել ու ես շատ շնորհակալ եմ այս բանը Աստծուն, որ Ամերիկայում եմ իհարկե օրինական, թե օրինական չլինեի, հաստատ այստեղ չէի ապրի եւ կարողանում եմ առաջ գնալ սեփական ուժերով։ Այ խոսք գնաց ամուսնուցդ, ես գիտեմ, որ քո գեղեցիկ ստենդերի, տոնական ստենդերի հեղինակը քո ամուսինն է։ Վերջապես իրանել երթասը։ Ես չեմ կարա դա աչքա թողանեմ, որովհետև այնքան սիրուն ա լինում։ Ստենդերի հեղինակը ինքն է ամեն ինչը պատրաստում, բայց մտքի հեղինակը ով է, դու ես թե ինքը։ Կադրի հետևում է ինքը մնում, բայց ինքը շատ մեծ աշխատանք է, ահռելի աշխատանք է կատարում կադրից դուրս։ Ընտրում եմ ես, քննադատում է ինքը, մերժում է ինքը, բայց վերջում ասում չէ գակ, դու կարաս, խնդրում եմ։ Այս վերջի ամանորյա ֆոտոզոնան ինքը ամենաբարդն էր տեխնիկական մասով։ Ամենասիրունը կասեն իմ հաճախորդները, բայց ամենաբարդը այս վերջինն էր ու ես դա եւ պատրաստել ենք վերջին րոպեին։ Ու ինչն էր պատճառը, որ ես չէի կողմնորոշվում, ես մտածել էի, բայց ռիսկ չէի անում իրան մոտենայի, ասեի, որ կարաս ես սարքես, թե չէ։ Ու առաջին բանը, որ ես իրան ցույց եմ տվել, այս ինչ ես ընտրել։ Ես ոնց եմ սրա տակես դուրս գալիս, դու կարաս։ Խնդրում եմ, դու կարաս, եթե դու չանես, ինչ եմ անել, էլ ինչ անեմ նոր։ Ու այդպես, ինքը շատ մեծ ներդրում ունի իմ աշխատանքի մեջ, ինչքան էլ որ ինքը կադրից դուրս է։ Այո։ Այդքան տարաձայնությունների հետ միասին հեշտ է քեզ ամուսնուդ հետ աշխատել։ Որ մի զույգը աշխատանքում չի կռվում։ Ասում եմ, սա պետք անենք, որովհետև ես ավելի շատ նայում եմ իմ հաճախորդների պահանջները, ինքը նայում է, որ չէ, տենց կարող է սիրուն չլինի։ Ես նայում եմ կադրում դա ոնց դուրս կգա, ինքը նայում է տեխնիկական մասով, որ դա այդպես չի լինի, բայց իհարկե անում անենց ոնց որ ես եմ ուզում, որովհետև վերջի ես եմ այդտեղ աշխատելու։ Ինձ է կարմիր լինի։ Լուսանկարչության դասեր ես տալիս։ Այո։ Իդեպ ես քեզ հիմա մի հատ գաղտնիք եմ բացելու։ Երբ ես Միացյալ Նահանգներ էի եկել, ես էլ եմ բոլորի միջոցառումներին այն մարդը, որ հեռախոսը տալիս են ինձ, ասում են դու լավ ես նկարում, նկարի։ Մտածում էի ինչով զբաղվեմ, ինչով չզբաղվեմ, մի պահ մտածում էի լուսանկարչությամբ ու քեզ զանգել եմ ես։ Ես քեզ զանգել եմ, բայց դու ասեցիր, որ դու Հայաստան ես գնալու ու այս ամիս չունես դասընթացներ, կգնաս, կգաս, մի 3 ամիս հետո նոր կունենաս։ Դե մինչև դու գնացիր, եկար, ես արդեն իմ հաղորդման նախագիծը տվեցի Արոյի հետ միասին։ Եվ թե բարին է դա էր։ Հա։ Հիմա ուզում եմ մի քիչ խոսենք քո դասընթացներից։ Նախ այդ միտքը ինչպես հղացավ քո մոտ, հետո հեշտ կարողացար հավաքես աշակերտներ, որոնք քեզ կվստահեն։ Ես սկսել եմ դասընթացներ տալ դեռ Հայաստանից ու սկիզբը դրվել է այսպես։ Արցախից մի աղջիկ կար, ով ուղղակի ինձ գրեց Մերի ջան, մի բան կարելի է ձեզ հարցնել, կներեք, դուք կսովորեցնեք։ Ասում եմ, բայց ես դեռ նոր եմ զբաղվում ես ամեն ինչով, ոնց կանեմ ես սովորացնեմ։ Ասեց, ինչ գիտես, ինձ ասես հերիքա։ Ահա։ Ասեցի, օքեյ, բայց դու ինձ դրա դիմաց վճարում ես։ Արդյոք դու պատրաստ ես լսես այն ինչ որ ես գիտեմ, որովհետև սկզբում ես կարամ խոստովանեմ, որ չգիտեի շատ բաներ։ Բայց սկիզբը դնելու համար իրան դա բավարար էր։ Առաջի փորձառությունս մի աշակերտով ստացվեց։ Հետո հասկացա, որ ինչի ոչ, կարող եմ ես վերապատրաստվել, եթե հասկանում եմ, որ չկա ոլորտում մեկը, որ կսովորեցնի, որտեվ երբ որ ես սովորում էի, չկար մի աղջիկ, ում կարայի դիմեի, որտեվ հայտարարություն որպես այդպեսին, լուսանկարչության դասեր, եկեք միացեք։ Ես փնտրում էի, թե ով ինձ կարող է սովորացնել, հարցնում էի, բայր ձեզ կսովորացնեք։ Չէ, բավականին մերժումներ ստանալուց հետո ինչ որ մեկը որոշեց, որ այո։ Ու տենց առաջի փորձառությունից հետո հասկացա, որ կարելի է վերապատրաստվել եւ արդեն խմբակային դասընթացներ անցկացնել ու ոչ շատ բարձր արժեքով, որովհետեւ այդքան էլ վստահ չէի իմ իմացածի հետ կապված։ Հայաստանում 3 դասընթաց եմ անցկացրել 2 խմբով ու հետո Ամերիկա տեղափոխվելուց շատ էի ափսոսում, որ այդ շարունակություն չունեցավ։ Ու երբ որ եկա Ամերիկա ու սկսեցին ինձ արդեն այստեղ ճանաչել,
Անկերներս ասեցին, ինչ էստեղ դասընթաց չես վարում, այնքան մարդիկ կան, որ ուզում են։ Օրինակ մեր ծանոթներից մեկը մարդ համանգալի, ոչ մեկ չկա, որ սովորացնի։ Այս անգիր հիշում եմ, մենք Big Bear-ում էինք նոր տարվան, հենց այնտեղ տեղում ապարատս դրեցի, մի անկյունում նկարվեցի, հաջորդ օրը այդ պոստը պատրաստ էր, սենց ռիսկով, նույնիսկ չեմ էլ մտածել, թե արդյոք կգան, որտեղ երբ որ դու քո էջում ինչ-որ բան հայտարարում ես, շատ ամոթ կլինի, երբ որ հայտարարես ու ոչ մեկ չհավաքվի։ Կասեմ, դու քեզանից ոչ մի բան չես էլ ներկայացնում։ Բայց առաջի դասընթացին մասնակցեցին 10 հոգի, որտեղից էս մարդիկ եկան ու ինձ դիմեցին ու երևի թե դա սկիզբն էր ու մինչև այսօր էլ ունեմ դասընթացներ, շատ հարցնում են, բայց երբ որ պահը գալիս է, որ արդեն դասընթացի մասին հայտարարում եմ, այդ մարդիկ չկան։ Դրա համար ամեն անգամ նոր դասընթաց հայտարարելուց արդեն կա այդ վախը, որ հայտարարեմ, բայց կհավաքվեն թե չեն հավաքվի։ Թող իրանք ուզեն, ես նոր կկազմակերպեմ։ Ու հիմա ըստ ցանկության է լինում ամեն ինչ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Մերի, խոսում ենք իմ սիրած թեմայից։ Ձեր սիրած եւ մնացածի չսիրած։ Չէ, ինձ թվում է բոլորն են սիրում այդ թեման, որովհետեւ ես քեզ ավելին ասեմ։ Բոլոր տեղերում քննարկում են հայերին, հայերի պահվածքը, հայերի առավելություններն ու թերությունները, բայց եթե կամերան միացնես ու ասես մի երկու բան ասա, բոլորը կսկսեն խոսել միայն գեղեցիկ բաներից։ Չէ, այդպես չի։ Այդպես չի, մենք ունենք թերություններ, ու մենք մեր թերությունների մասին այնքան պետք է խոսանք, որ դա վերանա։ Ես իմ ազգին շատ եմ սիրում, ու եթե խոսում ենք թերությունների մասին, դա չի նշանակում, որ ես ու դու ենք։ Հա, չի նշանակում, որ ես ու դու փնովում ենք կամ չենք սիրում։ Վերջերս դու տուն ես գնել, ինչի առիթով ես ու Արոն քեզ սրտան շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Ես ու Արոն շատ ուրախացել ենք։ Ես քեզ մի բան ասեմ։ Ես քեզ կադրից դուրս էլ ասեցի։ Ես բոլորի դեպքում դա կարող էի կանխատեսել, բայց քո դեպքում մի տեսակ բացառում էի, որ այդպիսի նեգատիվ մեկնաբանություններ կտեսնեմ քո այդ գեղեցիկ ռիլի, քո այդ երջանիկ պահը բոլորի հետ կիսելու առիթի տակ։ Ես դա չհասկացա, ուզում եմ մի քիչ խոսենք դրանից։ Քո ապրումներից։ Ես այդ օրերին հասկանում էի, որ դու շատ վատ ապրումների մեջ ես։ Նեղացրել էին քեզ, որովհետև դու քո երջանկությամբ էիր կիսել, իսկ քեզ չէին հասկացել։ Արի մի քիչ դրանից խոսենք։ Երբ որ մենք այդ կարևոր քայլին գնացինք, ի սկզբանե որոշված էր, որ բավականին երկար ժամանակ ես դրա մասին չեմ բարձրաձայնելու, բայց ամբողջովին լռել չէի կարող, որովհետև իմ էջը որոշակի չափով նաև իմ կյանքի մասին է, իմ անցած ճանապարհի ու բավականին շատ ես նամակներ եմ ստանում այստեղ եկած կանանցից, աղջիկներից, որ քո էջը շատ է մեզ մոտիվացնում, դու մեր համար շատ լավ օրինակ ես ու այդ ամեն ինչին զուգահեռ ես հասկացա, որ այս հաջողությունն էլ պետք է բարձրաձայնեմ, կիսվեմ իմ ուրախությամբ, բայց ոչ թե որ ցույց տամ, տեսեք, ես այստեղ ամուսնուս հետ կարողացել եմ նման հաջողության հասնել, այլ զուտ ցույց տալու համար, որ կարճ ժամանակում էլ քրտնաջան աշխատանքով կարող ես հասնել շատ մեծ բարձունքների։ Այստեղ տուն գնելը գաղտնիք չի, իհարկե շատ դժվար է, երբ որ նոր ես գալիս, կարելի ասել անհնարին է, բայց չէի սպասում, որ նման արձագանք կստանա։ Անհնարին այս երկրում ոչինչ չկա։ Այո, անհնարին չկա։ Հետո մի պահ ես սառեցի ու հասկացա, բայց ո՞նց կարելի է զարմանալ ու ասել հնարավոր չի մի երկրում, որտեղ ամեն ինչ հնարավոր է, որտեղ հնարավորությունների երկիր է, այսքան մեծ, ցանկացած ոլորտ աշխատում է այստեղ։ Ուղղակի մարդիկ իրենց չկամությունը եւ չկարողությունը ասենց բարթում են դիմացինի վրա եւ իրենք էլ են մտածում, որ դու չես կարող այդ ամեն ինչը անել։ Instagram-ում շատ շնորհավորանքներ եմ ստացել, ես շատ շնորհակալ եմ բոլորին։ Անկեղծ, այնքան երկար նամակներ եմ ստացել ու այդ 1-2 բացասականը, որ ես նաև իմ էջում տեղադրել էի, զուտ դրեցի, որ չէի սպասում, որ կգրեն, կմտածեն բնականաբար, բայց կարտահայտվեն, դա ընդհանրապես չէի սպասում։ Ու այստեղ մամաս ճիշտ դուրս եկավ, ասաց՝ «Մերի, ես քեզ ասում եմ, իջու ոչ մի բան մի տեղադրի, խի տեղադրեցիր»։ Ես կներես խոսքդ կկտրեմ։ Երբ որ մենք Արոյի հետ մի հատ նկարահանում ունեինք, այնտեղ քննարկում էինք մեր շրջապատի մարդկանցից մեկը ասեց ես էլ եմ զարմացած, որ Մերին այդպիսի օրը հասցրեցին, այդպիսի մեկնաբանություններ էին գրել, միգուցե ճիշտը նա էր, որ չգրի։ Ես համաձայն չեմ, Մերի, ինչի չդնեիր։
Ախր Քո էջում դու կիսվում ես բոլոր քո հաջողություններով, քո կյանքում կատարվող բոլոր իրադարձություններով։ Ինչի, եթե մերին մի հատ անհաջողության մասին ռիլ դներ, դա իրանց կուրախացներ։ Ուրախացեք, մերին երջանկության մասին ռիլ ա դրել։ Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ կարողացել եմ հասնել մի կետի, որ մարդիկ ինձ քննարկում են, քննադատում են, որովհետև եթե դու քեզնից ոչ մի բան չներկայացնես, ոչ մեկ քո մասին չի խոսա։ Տան հետ կապված զուտ ես չգիտեմ, մեծերն էին ավելի շատ ինձ ասում, «Մերի, չտեղադրես, քեզ 1000 անգամ ասեցինք, չտեղադրես, հիմա լավա որ տենց նեղում ես», ասում եմ, «Մամ», կամ չգիտեմ, ամուսնուս մաման, ասում եմ, «Չկարացար 2 ամիս վերանդ փակվես, գոնե տունը վերանորոգեիք նոր», ասում եմ, ախր մարդիկ տեսնել են, որ տարածք ա փոխվել, ես իմ կոնտենտը արդեն ուրիշ տեղից, իմ ստուդիան ա փոխվել, չէ՞ որ ստուդիաս իմ տան, այո, ես հասցեմ փոխել, այդ մարդիկ գալու են, եւ ինչու ոչ, ավելի շատ իմ տեղադրելը մոտիվացիոն բնույթ ուներ, որտեղ կյանքում շատ կետեր կան, որ մարդիկ դրա մասին չեն իմանում։ Ես ցուցամոլ, ցուցադրական մարդ չեմ, ես այստեղ շատ հաջողություններ եմ գրանցել, բայց երբեք չեմ ուռճացել, չեմ գլուխ գովացել։ Ես միշտ էջում ցույց եմ տվել ամեն ինչ շատ սահմանափակ։ Ու ես ուզել եմ, որ այն մարդիկ, ովքեր այստեղ չգիտեն ինչով զբաղվեն, խճճվել են, հասկանան, որ պարտադիր չի, որ դուք գնաք 9-ից 6-ը ինչ որ մեկի ձեռքի տակ աշխատեք։ Դուք կարող ունենաք ձեր առանձին մասնագիտություն ու աշխատեք ինքներ ձեր համար։ Թող դա չլինի լուսանկարչություն, թող դա լինի վարսահարդարում, դիմահարդարում։ Կարևորը որ ուզել եմ ցույց տամ, որ ունենալով երեխաներ, աջակցող ամուսին, նպատակ եւ սիրող հանդիսատես ասեմ, չգիտեմ, հետևորդներ, կարող ես այստեղ հասնել ամեն ինչի։ Ու պետք չի ասել 3.5 տարին այդքան կարճ ժամանակում, շատ երկար ժամանակ է Ամերիկայում, ճիշտն ասած 3.5 տարին։ Եթե դու աշխատասեր մարդ ես ու ունես մեծ նպատակներ, չես հարմարվում քչին, այլ ձգտում ես դեպի առաջ, ամեն ինչ էլ այստեղ հնարավոր է։ Ավելին ասեմ, շատ մեծ նպատակներ ունեմ նաև ուրիշ երկրներում, հետո թողես ռիլը տեսնեն ու ասեն, խնդրեմ, առ Աստված ուղղում եմ իմ մեծ նպատակը։ Մենք ես, Բերին, Արոն, սրտանց, Տարոսը ուղղում ենք այն մարդկանց, ովքեր այդ վատ կոմենտները գրել են։ Դու իրանք վատ գրեն, մենք իրանք լավը ցանկանանք։ Իհարկե, ես բոլորին լավն եմ ցանկանում միանշանակ։ Բայց մենք չենք կարող մոռանալ, որ մենք ունենք այնպիսի հիանալի հայրենակիցներ Միացյալ Նահանգներում, որ գիտես Մերի, ես ունեմ իմ շրջապատում հիմա ունեմ մարդիկ, որոնց հետ այստեղ եմ ծանոթացել, որոնք շատ վաղուց են այստեղ ապրում, բոլորս ունենք նմանատիպ հարազատներ, որոնք շատ վաղուց են այստեղ ապրում ու կապ չունի, որ ես այստեղ ունեի իմ հարազատ ընկերներին։ Ես կան մարդիկ, որոնց հետ այստեղ եմ ծանոթացել ու իրանք ինձ համար այնքան մեջք ու թիկունք են եղել, որ ես դա չեմ կարող մոռանալ։ Հաճախ ինձ ասում են քո ուսերին է դրված այդ հայերի հարցը քննարկելը։ Այո, իմ ուսերին է դրված։ Ես ունեմ այդ իրավունքը, որովհետև ես հայ եմ։ Այո։ Ես խոսում եմ նաև իմ թերությունների մասին։ Այդ թերությունները նաև իմն է։ Հիմա եթե ես ու դու նստած քննարկում ենք, ես ու դու մեզ չենք դասում առավել բոլորից։ Այդ թերությունները նաև իմն ու քոնն են, որովհետև մենք էլ ենք այդ ազգի ներկայացուցիչները համարվում։ Մերի, ինչ ես կարծում, ժամանակներն են ազդել նրա վրա, որ մարդիկ հին եկած հայերի ու նոր եկած հայերի մասին եմ խոսում, որ ժամանակն է ազդել այդ ամեն ինչի վրա, որ իրանք չեն կարողանում իրար հասկանալ։ Մեր կյանք մուտք գործեց տեխնոլոգիան, որը շատ բան փոխեց բոլորիս կյանքում։ Ժամանակին այստեղ ամեն ինչ շատ դժվար է եղել, ես լրիվ հասկանում եմ, միգուցե ես ավելի շուտ այստեղ լինեի ու այս ամեն ինչը ավելի երկար ժամանակում ստացվեր։ Եթե մի մարդ ցանկություն ունի, դա անպայման կիրականանա, բայց արդյոք ճիշտ ժամանակին, իսկ ճիշտ ժամանակը որոշում ենք մենք ինքներս։ Մենք ինքներս ենք հասկանում, մեր առջև դնում ենք։ Ես այս նպատակն ունեմ, ես այս նպատակին ուզում եմ հասնել օրինակ 3 տարում։ Ես ամեն ինչ պետք է անեմ այս սրա համար։ Իսկ չեմ ուզում կիսել հին եւ նոր։ Նույնիսկ ինձ շատ ոնց ասեմ, տհաճ է, որովհետեւ մեր ազգակիցներն են, մեր հայրենակիցներն են։ Ուղղակի իրենց
Ցավը երևի թե այն ժամանակվա տեխնոլոգիաների բացակայությունն է։ Հիմա մենք ունենք Instagram, Facebook։ Այն ժամանակ նույնիսկ չի եղել, չգիտեմ, քարտեզ։ Մարդիկ թերթի վրա սենց գնացել են։ Նույնիսկ դա է հեշտացված հիմա։ Բայց այն, որ ժամանակին, իրենց ժամանակին իրենք չեն ստեղծել, մենք դրանում մեղավոր չենք։ Կամ այն, որ իրանց ժամանակ է տեխնոլոգիաները չեն եղել, էլի մենք մեղավոր չենք։ Պետք է ուղղակի այս ամենին նայել ռեալ, որ հիմա աշխատելու հնարավորություններն ավելի շատ են, եւ ով որ ձգտում է, ով որ աշխատում է եւ չի հանձնվում, ինքը հաղթում է։ Դուք էլ կարող եք այդ ամեն ինչը անել, որովհետեւ այնպես չի, որ այն մարդիկ, ովքեր քննադատում են, բավականին մեծ ձեր տատիներ են։ Կարելի ասել կամ 10 տարի, 15 տարի մեծ կամ նույնիսկ իմ տարիքի մարդիկ։ Բոլորս ապրում ենք նույն երկրում, նույն հնարավորություններով, ունենք նույն, չգիտեմ, ոտն ու ձեռքը, կարող է մտածելակերպը տարբեր, այո, մտածելակերպի խնդիր կա։ Մարդիկ այստեղ առաջնայնությունը ուրիշ բաներին են տալի, ես բազմիցս իմ էջում խոսել եմ, թանկարժեք իրեր են առնում, չեմ էլ ուզում այդ բրենդների անունները տամ միշտ կասեն, ես այս աղջիկը էլի խոսեց, բայց առաջնայնությունը ուրիշ բաներին են տալիս։ Ես մի միտք սենց իմ մոտ եկա, որ ես նախընտրում եմ ունենալ իմ սեփական պահարանում միջին արժողությամբ հագուստ, քան վարձով բնակարանում, վարձով պահարանում թանկարժեք իրեր։ Կարծում եմ իմ հաջողության գաղտնիքը դրանումն է, որ ես այստեղ չեմ դարձել մարքեթինգի զոհ եւ ես չեմ եկել, գնամ մտնեմ ես բոլորս կարող ենք ստեղ մեզ ամեն ինչ ցույց տալ, ոչ մեկին չեք կարող այստեղ դրանով զարմացնել։ Ուղղակի ամեն մեկս ունենք մեր ճանապարհը եւ մեզ համար մի բանն է կարեւոր։ Դրա համար կարելի է ուղղակի փոխել մտածելակերպը, նայել արդյոք ճիշտ գնումները ճիշտ ժամանակին կատարել թե ոչ։ Սիրելի հայեր, մենք ձեզ շատ ենք սիրում։ Այո։ Ու եթե քննարկում ենք մենք ինքներս մեզ, ուրեմն դա նշանակում է, որ մենք աշխատելու տեղ ունենք, պետք է աշխատենք մեր վրա, որ մենք ունիկալ ազգ ենք։ Այո։ Մենք ունիկալ ազգ ենք։ Ես մի բան եմ ուզում ավելացնել, որ ես շատ եմ սիրում մեր ազգին, շատ ես աջակցություն եմ զգացել, որովհետև լուսանկարչությունը պահանջված ավելի հայերի մեջ։ Օրինակ մեկ ինձ ասում են, «Կաղա շուկան փոխեց մտնես ամերիկյան», եղել է, որ ես այլազգիների նկարել եմ, ավելի շնորհակալ են, ավելի սենց քեզ չեն լարում, ամեն ինչա թե նույնիսկ գրկում են, վայ, մերսի։ Հայերի հետ աշխատելը դժվար է, բայց իրանք են մեր սպառողը, կոնկրետ իմ սպառողը հայերն են։ Ու ես չեմ կարող չնշել, որ ես շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ, որովհետև այդ մարդկանց շնորհիվ է, որ ես այսօր կամ այն մարդը, ով որ կամ, այն մարդիկ, ովքեր ինձնից իմ ծառայություններից օգտվում են, իրենց շնորհիվ է, որ ես կարողանում եմ այդ հաջողությունը գրանցել։ Շնորհակալ եմ շատ։ Մերի, մի հատ հարց եմ ուզում տամ, համացանցում եմ հանդիպել այդ հարցը, ու ինձ այնքան սրտիս կպավ այդ հարցը, այնքան մտածելու տեղիք հա տվել։ Ես որոշել եմ այսօր քեզնից սկսեմ ու իմ բոլոր հյուրերին այդ հարցը տալու եմ վերջում։ Ուրեմն այսպեսի մի հատ հարց եմ կարդացել։ Ասում եմ, եթե դու կորցնեիր հիշողությունդ ու հնարավորություն ունենայիր ընտրելու մեկ մարդու, ով կպատմեր քո մասին քեզ ամեն ինչ, ով կլիներ այդ մարդը։ Ամուսինս։ Ամեն ինչ գիտի քո մասին։ Ամեն ինչ։ Մենք իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, հիմա նույնիսկ հուզվում եմ, որովհետև ինքը իմ կյանքի ամեն փուլերում եղել է ու ինձ միշտ աջակցել է, ինչքան էլ որ դա կադրից դուրս է մնում, չգիտեմ, ամուսինս։ Ինչ լավ է, որ մեզանից յուրաքանչյուրը ունի այդ մարդուն։ Ես երկար չեմ մտածել, ես վրաս գտել եմ իմ հարցի պատասխանը, իմն էլ նույնն է եղել ամուսինս։ Շատ կարևոր է։ Բայց ես մտածել եմ այն մասին, որ ինչքան լավ բան է, որ ես ունեմ այդ մարդը, ով ինձ կպատմի իմ մասին։ Հետաքրքիր բան է, որովհետև կարող է մենք հիմա լիքը մարդկանց հարցնենք, ու այդ մարդկանցից մեծամասնությունը չունենա այդ մարդուն։ Այո։ Իմ ամուսինը ինձ շատ լավ գովեստի խոսքեր չի շռայլում, ինչը որ ես միշտ ակնկալում եմ, ասում եմ, բոլորը ինձ գրում են, ասում են Մերի, գովում են, նույնիսկ բերանից մի բառ անգամ դուրս չի գալիս, ասես Մերի ապրես, բայց կարծում եմ ինքը դա իր վերաբերմունքով է։ Այո, իր օգնությունն ու աջակցությունը, ամեն հարցում իմ կողքը լինելը, ես շատ ուժեղ եմ, բայց ուժեղ եմ իր շնորհիվ։ Միշտ բոլորը քննարկում են, ասում են հաջողակ տղամարդու մեջքի հետևում կանգնած է հաջողակ կին, բայց շատ քչերն են ասում, որ հաջողակ կնոջ մեջքի հետևում էլ նաև կանգնած է շատ ինքնավստահ, ուժեղ ամուսին։ Դրա համար
Ես այդ մարդը իմ համաձայն եմ։ ամուսինն է, այո։ Գնանք բլիցին։ Գնացինք։ Դուք թե Instagram, Instagram։ սուրճ թե թեյ, Սուրճ, առավոտ թե երեկո, գիշեր։ Երեկո։ ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Ժամանակին։ Քո ամենամեծ թուլությունը։ Վախը, որ հարազատներից կկորցնեմ։ Ափսոսում եմ, որ շարունակի։ Ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Նյարդայնանում եմ երբ, Երբ որ մարդիկ գլուխ կովանեն։ երջանիկ եմ երբ, Երբ որ ընտանիքիս հետ եմ, երեխաներս ուրախ են։ սիրում եմ երբ, Երբ որ ոչ մի բանի մասին չեմ մտածում։ եւ ամենավերջին հարցը։ Նկարագրիր հային մի բառով։ Ինքնավստահ։ Ինքնավստահ։ Մերի, ես շնորհակալ եմ քեզնից։ Այնքան հաճելի զրուցակից ես։ Ես գիտեմ, որ դու անհանգստանում էիր, որ Այո։ ինչպես պիտի անցնի ինտերվյուն։ Ես վստահ էի, որ այսպես էլ անցնելու է։ Ես քեզնից շնորհակալ եմ քո այդ զբաղված գրաֆիկի մեջ, երեխաներ, ֆոտո, նոր տուն, ամուսին, ամեն ինչի մեջ մեծ ժամանակ հատկացրեցիր ու ես վստահ էի, որ դու ինձ չես մերժելու, դրա համար ես քեզ հանգիստ գրել եմ։ Ես եմ շնորհակալ ինձ նկատելու, ինձ հրավիրելու եւ հնարավորություն տալու խոսել բավականին շատ թեմաների Ես քեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Ես ուզում եմ քո բոլոր ցանկությունները իրականանան։ Այ ոնց որ հաղորդման սկզբում ասեցիր, որ ուղարկում ես դեպի երկինք, դիեզերք ես ուղարկում, այնտեղ կատարվում է։ Թող բոլոր ցանկություններդ այդպես կատարվեն։ Ուզում եմ, որ ինչ նպատակներ ունես, հանգիստ կատարվեն առանց խոչընդոտների։ Թող խոչընդոտներ լինեն, ոչ։ Առանց դրա չի լինի։ Բայց ոչ շատ դժվար։ Այո, շատ շնորհակալ եմ։ Ես քեզ շատ սիրեցի։ Շնորհակալ եմ ու մենք դեռ կհանդիպենք։ Սիրո։ Ես համոզված եմ, որ մենք մի հատ ինտերվյու էլ ենք ունենալու, որովհետև մերին այսքանով չի սահմանափակվում, մերին դեռ առաջ է գնալու ու մենք բոլորս հպարտանալու ենք քեզնով։ Շնորհակալ եմ։ Այսօր էլ ենք հպարտանում, բայց ավելի կհպարտանանք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ The community.